Turbo Drive. Բարև ձեզ, եթերում Turbo Drive նախագիծն է եւ այսօր այցելել եմ The Luxury Brand խանութ սրահ, որը մասնագիտացված է մեքենայի լույսերի վրա։ Անդրանիկ, ողջույն։ Ողջույն։ Լույսերի եւ ոչ միայն, հա, նաեւ ձայնի եւ մեքենայի խնամքի մաքրության։ Անդրանիկ, լույսերը ամենակարևոր բաներից մեկն է, հա, վարորդի եւ ուղևորների անվտանգության համար։ Դե հա, բավարար։ Լույսերը պետքա ճիշտ լույսեր ընտրենք, պետքա ճիշտ տեղում տեղադրենք, պետքա մեքենայի լուսարձակներին հետևենք, որպեսզի ապահովենք համ մեր ապահովությունը, համ դիմացինի։ Ինչ են ուզում վարորդները։ Ենթադրում եմ ուզում են ուժեղ լույս բոլորը։ Վարորդները բնականաբար ուզում են ուժեղ լույս, բայց այդ ուժեղ լույսը ստանալու համար էլի կրկնվում, որ պետքա մեքենայի լուսարձակներին հետևենք, խնամված լինեն, պաշտպանված լինեն եւ ոչ թե ուժեղ լույս, այլ ճիշտ լույս։ Ճիշտ լույս, ամենակարևորը ճիշտ լույս պետք է ունենալ։ Մենակ ուժեղով հարցին լուծում չենք կարող տալ, պետք է ունենանք ճիշտ լույս, ճիշտ կարգավորված լույս, իսկ այդ ամեն ինչի համար պետք է մասնագետը հետևի լուսարձակի որակին, լուսարձակի վիճակին պետք է հետևենք, ապակիների որակին, մեջի նիկելապատ հատվածների որակին, մի խոսքով մենակ լամպը տեղադրելով ճիշտ ու ուժեղ լույս չենք կարող ունենալ։ Այո, լուսարձակին հետևել, ինչ է նշանակում։ Պետք է թաղանթներով պաշտպանել, հա, լուսարձակի ապակին։ Պետք է, երբ վարորդը նկատում է, որ լուսարձակը սկսել է քրտնել, անհապաղ պետք է այցելել վարպետին, որովհետև դա հենց դա է պատճառը, հա, ներողություն ատражատելների վնասի պատճառներից խոնավության հետևանքով է մեքենայի այդ խռոմապատ հատվածները լուսարձակի մեջի վնասվում։ Պետք է լուսարձակին ճիշտ հետևենք։ Եվ պետք է հետևել, որ չտաքանա LED-ը, հա, չափից շատ չտաքանա։ Դա արդեն գալիս է ճիշտ LED տեղադրելուց։ Երբ որ ճիշտ LED տեղադրենք, տաքություն չենք ունենա, խնդիրներ չենք ունենա։ Խնդիր չունենալու համար պետք է վարպետին այցելել կամ գալ խանութ, հա։ Դե հա, ճիշտ է վարպետին այցելելն է, որտեղ մեր հայերի մեջ մի քիչ սերմացած է, որ իրանք ուղակի լամպը զակաց տան on-line շոփերից ու տեղադրեն, բայց լամպը մենակ տեղադրելով չի լինում, էլի լամպը պետք է տեղադրի մասնագետը, որպեսզի հասկանա այդ լուսարձակին ինչ լամպա պետք տեղադրելու համար, ճիշտ լույս ունենալու համար, տեղադրումից հետո պետք է stand-off, այո, լուսարձակները կարգավորվի, որպեսզի ճիշտ լույս ունենանք ու ուժեղ լույս ունենանք։ Նաև որպեսզի դիմացից երթևեկող վարորդին, հա, չխանգարի, անցնենք դեպի LED-երը։ Եթե ես լինեի վաճառողը եւ գար որևէ վարորդ LED-երի համար, ես ասեմ ինչ կանեի, դու ասա։ Արդյոք դա ճիշտ է թե ոչ։ Ընդհանուր լուսավորությունը սպասարկելու դեպքում ես կառաջարկեի iceberg տեղադրել հեռահար լույսի համար, հա, դալնի լույսի համար եւ կառաջարկեի տեղադրել Tornado կամ Tornado Pro բլիժնի ասված լույսի համար։ Իսկ դուք նայել եք իրանը կարող է դալնին բլիժնին, то есть քսենոնի LED-ը գործարանում։ Այդ դեպքում տեղադրում ենք D սերիայի, դժվարանում եմ հանել, բռնեցինք, փրկեցինք։ Այդ դեպքում կտեղադրեի D սերիայի։ Չի բացվում։ Փոխենք։ Քսենոնի դեպքում կտեղադրեի միանշանակ D սերիայի LED-երից, որոնք հենց հատուկ քսենոնին փոխարինող LED-երն են, բայց եթե վարորդը ուզեր գործարանային տարբերակը քսենոնի, դա նույնպես այն հատվածում կա տեղադրված, ցուցադրված, դա կտեղադրեինք, բայց այնուամենայնիվ ես կողմ եմ բոլոր տեսականին ունենք, բայց նայեք Աննա ջան, ինչ է կատարվում։ Iceberg ինչի ենք մենք տեղադրում հեռահար կամ շթի վրայի հալոգենի լուսարձակներ, ճիշտ եք ասել, բայց առաջինը պետք է նայենք, ելի եմ ասում, ֆարի կառուցվածքին։ Խնամված լուսարձակներ են, լուրջ խնդիրներ։ Iceberg-ը մենք առաջարկում ենք վարորդներին, որովհետև ինքը շատ ունիվերսալ LED է։ Շատ հարմար է ցանկացած մեքենայի դալնի լուսավորության համար ու հալոգենի լուսավորության համար։ Բայց վարորդներ են լինում, որ ասում են մենք iceberg-ով չենք բավարարում, էզի ավելի ուժեղ լույս է։ Ուժեղ տալի։ Այդ ժամանակ արդեն ցանկացած կարանք առաջարկենք,
Ուղղակի iceberg-ի տարբերակը ինչ ենք մենք ամենաշատ օգտագործում հեռալ լույսի ժամանակ, որովհետև iceberg-ը համ գնով ավելի մատչելի, համ իր լույսը շատ լավն է, այսինքն վճարում ենք ու գոհանում ենք մեր վճարումից։ Այսինքն վարորդի համար բլիժնի լույսը ամենակարևորն է։ Բլիժինը ամենակարևորն է ինչի Եթե համար, չկա հնարավորություն երկուսն էլ ուժեղ։ Բլիժինը ամենակարևորը, որովհետև բլիժինի լույսը մեզ առօրյայում ամենաշատն է օգտագործվում։ Ամենաշատն է պետք գալի։ Դրա համար բլիժին հիմնականում դնում ենք բարձր մի քիչ ավելի հզոր լեդեր, իսկ դալնին ու տակինները արդեն հիմնականում ճանապարհ ուզելու համար է կամ ինչ-որ այտենց մեր Հայաստանում այտենց պայմանները չունեն, որ մենք դալնիով շատ քշում ենք, դրա համար հիմնականում մի քիչ ավելի ցածրն ենք դալնին տեղադրում։ Բայց բլիժին էլ տեղադրելուց պետք է հասկանանք ֆարի որակը, ֆարի կառուցվածքին ինչ ձև է։ Շատ դեպքերում էլ նման նաև բլիժնի ենք տեղադրում iceberg-ով։ Եթե ֆարը չունի խոշորացույց, գլաս կոչվածը, այդ դեպքում iceberg-ը էլի շատ լավ լույս է տալի ինքը։ Դրա համար կարելի է iceberg-ով ընդհանուր սախ հավաքել ու շատ լավ լույս կստացվի, բայց գլազը հիմնականում լամպին շատ է նեղացնում։ Դրա համար հիմնականում բլիժնի տարբերակի ժամանակ այս թազամեքենաների հիմնականում սա գլազներով է, դրա համար տեղադրում ենք տորնադո կամ ավելի ուժեղ մոդելներ։ Իսկ գործառնային քսենոնի LED-ի մասին խոսենք, գործառնային քսենոնի լամպերը ինքը գազային լամպեր է։ Հիմնականում 90% դեպքերում մեքենաների մոտ գույները տարբերվում են։ Ինչի համար, որովհետև մի հատ այրվում է, փոխարինում են ուրիշ են դնում, գույները տարբերվում է, թույլից ուժեղանալու process-ի ժամանակ գույների տարբերություն են ունենում, ուժեղը թույլ են ունենում։ Իսկ այս գործառնային քսենոնի փոխարինող LED-երը ընդհանրապես այդպես բան չկա, կայուն լույս է տալու, ինքը շատ ուժեղ լույս է տալու։ Ու երկար է, հա, ծառայում։ Երկար է ծառայում ու ամենակարևորը այդ քսենոնին համահունչ այդ գույները, որ տարբերվում է ժամանակի ընթացքում, այդպես բաներ չունենք այս LED-ի տարբերակում։ Ու նշեմ, որ առանց ինչ-որ ձևափոխությունների ինքը նույն երաշտեկարներով հագնում է, նույն տեղում հագնում է։ Լավ, եթե գա որևէ վարորդ շատ վատ վիճակում լինեն լուսարձակները, հա, վատ ապակիներով, փոքրիկ ճաքերով, խամրած ապակիներով եւ ներսում նույնպես լինի վատ վիճակ, արդյոք այդ վիճակում հնարավոր է լամպերի միջոցով լավ լույս ունենալ, միջինից բարձր լույս ունենալ, թե այդ տարբերակում ուղարկում եք մեծամասնության դեպքերում մենք այդ ամեն ինչը անում ենք, դե, բայց մեծամասնության դեպքերում եթե ֆարը այդքան լուսարձակ այդքան վատ վիճակում է լինում, մեջի նիկելները, գլազները շատ վատ վիճակում են լինում, վերականգնելու համար անհրաժեշտ է գլազները փոխարինել, մեջի խրոմապատ հատվածները փոխարինել, որպեսզի լամպուշկեն դնենք, նորմալ լույս ունենանք։ Բայց դա ավելի շատ աշխատանք է պահանջում մեզանից ու ավելի շատ գումար վարորդից։ Այսինքն այդ դեպքում գալիս է օգնության բիլետ տեղադրելու տարբերակը, բերենք։ Ուղղակի լամպերը ֆարին ձեռք չենք տալի, լուսարձակները փայլացնում ենք, մաքրում ենք ապակիները, խրոմապատ հատվածները նույնիսկ կարող ենք սև ներկել կամ մեր ուզած գույնով ներկել ու տեղադրում ենք բիլեդը։ Բիլեդին արդեն ոչ մի խրոմապատ հատված, ոչ մի կոլբա, ոչ մի լուսարձակ իրան չի խանգարում, ինքը մեկը իդեալական շատ ուժեղ լույս է ապահովում։ Հիմնականում այդպես էլ անում են, հա, բիլետ տեղադրելու դեպքում այդ վնասված խրոմապատ հատվածները սև են ներկում։ Դե հա, հիմնականում մեքենայի գույնի հետ կապված ըստ ճաշակի ներկում ենք, սև է ներկում, սեռ է ներկում։ LED տեղադրելու դեպքում, եթե այդ խրոմապատ հատվածները սև ներկի վարորդը, լույս չենք ունենա։ Լույսի կորուստ շատ կունենանք։ Այդ դեպքում մենք պետք է մեքենայի ֆարի մեջ կոպիտ ասած հարմարացնենք ամենաուժեղ LED-ը, որպեսզի ունենանք մինիմալ LED-ի, ամենամատչելի, ամենաթույլ LED-ի նման լույս։ Ասենք օրինակ, եթե այդքան վատ վիճակում է ֆարերը, մենք կարող ենք իր մեջ տեղադրենք, ասենք օրինակ 500 վատանոց LED, բայց ունենալու ենք մոտավորապես տորնադոյի կամ iceberg-ի լույսը։ Տված լույսը։ Դրա համար այդքան գումար ծախսելու համար, այդքան ժամանակ վատնելու համար կարելի է ուղակի բիլետ տեղադրել ու մոռանալ, հա, բոլոր խնդիրներից վերանալ ու ամենակարևորը մոռանալ լամպ փոխարինելու մասին, որովհետև 2-3 տարի է արտադրվում է սրանք, հələ որ խնդիր չի եղել, որ մեքենայի վրա բիլետ տեղադրվի ու այդ բիլետը այրվի կամ ինչ-որ խնդիր ունենա փոխարինվի։ Ամենայն դեպս մեր պրակտիկայում հələ որ չենք հանդիպել մենք այդպես խնդրի։ Արդյոք գալիս են սրահի լույսերի համար, թե երբ ինչ-որ լամպը չի աշխատում, անտեսում է վարորդը, կարևորը լուսարձակների լամպերն է, թե սրահի լույսերի համար։ Ուրախություն մեզ, մեր հայ ազգի վարորդները բոլորն սիրում են իրենց մեքենաները ու
ոնց ասեմ, կարող եմ թացային մասերի մեջ խնդիր լինի, այդքան չխորանամ, բայց լամպերի լուսավորության հետ կապված ոնց մի հատ լամպա այրվում, անգամից գալիս են փոխարինվում։ Ահա։ Իսկ փոխարինվում է դե արդեն բնականաբար բոլորը փոխարինվում է LED-երով։ Ամենաօպտիմալ, ուժեղ լույսով տարբերակներն է։ Բոլոր գործարանային լամպերը փոխարինվում են LED-երով, ունենում ենք ուժեղ գեղեցիկ լույս, ունենում ենք երկար աշխատող լամպեր։ Ամենակարևորը մեքենայի քիչ հոսանք տանող։ Հիշեցնենք, որ Tornado-ն դա luxury բրենդն է ներկրում Հայաստան։ Հիշեցնենք, որ Iceberg-ը նույնպես դա luxury բրենդն է ներկրում Հայաստան։ Դուք ցույց տամ վստահ եմ, որ շատ ճանաչված LED լամպեր են, եւ հիշեցնենք այս տարվա 2025 թվականի նորությունը դա luxury բրենդի կողմից իհարկե Tornado Pro-ն է, որը այս երկու տարբերակներից ավելի հզոր է։ Նորից ներմուծել է դա luxury բրենդը Հայաստան եւ այստեղ անգամ հայերեն տառերով գրված է արտադրված է դա luxury բրենդի համար։ Գործընկեր Չինաստանի համար մեծ խնդիր էր էդի մի քիչ, պրոբլեմին սարքե, բայց գրեցին վերջին։ Լավ, ինչ վաճառվում է դա տեղադրում եք։ Ինչ վաճառվում է դա տեղադրում ենք։ Ինչ վաճառվում է դա մեծածախ վաճառվում են նույնպես։ Համագործակցում ենք վարպետների հետ, ունենք շատ մեծ քանակի վարպետներ, որ համագործակցում ենք իրանց հետ։ Առաքումը գործում է։ Ահա։ Մի խոսքով մենք մեր ապրանքը ամեն պայման փորձում ենք ապահովել վարորդին հասցնելու համար։ Այսինքն պարտադիր չի LED-ի համար գան մեր խանութ։ Կարան մոտիկանան մեր գործընկեր վարպետներին կամ գործընկեր խանութներին, այնտեղ էլ առկա։ Քաղաքում բավականին մեծ խանութների քանակ ունենք, ում հետ համագործակցում ենք։ Turbo Drive։ Անցնենք դեպի ձայնը, նվագարկիչներ եւ Android-ներ, որն է ավելի պահանջված։ Նվագարկիչը թե Android-ը։ Չէ, բնականաբար Android-ը, որովհետեւ մեզ ավելի շատ հնարավորություններ է ապահովում Android-ը։ Ճիշտ է, շուկան շատ մեծ է Android-ների, տեսականին շատ մեծ է, բավականին մատչելի գնից սկսած կարելի է Android ունենալ, բայց հարցը մենակ գնում չի կայանում։ Մենք էլ ունենք 25000 դրամանոց էլ Android ունենք, բայց վարորդներին չենք էլ առաջարկում։ Այդ ուղղակի ունենք ունենալու համար, որպեսզի վարորդը ասի, ես ինձ մատչելի է, ասենք մենք էլ ունենք այդ մատչելին, բայց եթե մենք տեղադրում ենք Android մեքենայի վրա, բնականաբար մեզ պետք է որ ինքը աշխատի, քարտեզը, այո, Yandex նավիգատորը, աշխատի YouTube-ը, աշխատի ինտերնետը նորմալ, ու իր հնարավորությունները կարող ենք օգտագործենք։ Եթե մենք այդ ամեն ինչն ենք ուզում, դրա համար ենք Android տեղադրում։ Իսկ եթե տեղադրում ենք Android, բնականաբար պետք է տեղադրենք այնպես Android, որտեղ ամեն ինչը մեզի տա։ Իսկ թույլ պարամետրերով ավելի էժան տարբերակները այդ ամեն ինչը մեզ չեն տալի։ Դրա համար այստեղ ունենք լավ տարբերակներ 4 GB-ով, 6 GB-ով, ասենք այդ տարբերակները մեզ այդ ամեն ինչը ապահովում են։ Վարորդները լսում են ձեր խորհուրդը, թե ավելի ցածր մատչելի գնով տարբերակներն են ընտրում գումար տնտեսելու համար։ Չէ, վարորդների մեծ մասը լսում է բնականաբար վաճառողին, լսում է մասնագետին ինչ տեղադրի, եթե պատրաստ է վճարելու Android-ի համար։ Այն մի հատ փոքր զանգված կա, որ իրանք էլ չեն լսում մեզ, բայց մի հատ պահագալի հետո են գալի լսելու, որ տեղադրել են ու չի աշխատում, դրա համար կախում է, կտրտվում է, անջատվում միանում է։ Ու դրա համար ուզում եմ փոխարինեն ավելի լավը, բնականաբար ավելի շատ են վճարում իրանք։ Android-ներ, նվագարկիչներ, դինամիկներ, Android-ները իհարկե ունեն նաև ռամկաներ ցույց տանք, այս սրանք են, ոչ բոլորն է ցուցադրված։ Եվ ունեք ամեն ինչ, հա, ձայնի հետ կապված, ունեք բուֆերներ, ամեն ինչ ուժեղացուցիչներ, ուսիլիցելների կապված այնպես ստացվեց, որ մենք համարեցինք, որ հասել ենք ինչ-որ մի հատ արդյունքի, չշեշտեմ, որ գլուխ գովել չերևա մաքսիմալ կետի, որտեղ մաքսիմալ կետի չենք կարող հասնենք, բայց հասել ենք այն արդյունքի, որը որ կարող ենք վարորդներին ամեն ինչ ապահովենք։ Ու այդ ժամանակ հասկացանք, որ մեզ ինչ-որ մի հատ ուրիշ ուղղություն էլ է պետք խորանալու համար, փորձեցինք խորանանք Android-ների ու դինամիկների մեջ, նվագարկիչների մեջ։ Բավականին հետաքրքիր թեմա է։ Փորձել ենք ամեն տեսակի, ամեն գնային ապահովել տեսականին, որպեսզի վարորդների հետ կապված կարողանանք քննարկել տեղադրելու իրանց համար գնայինով մատչելի ու իրանց համար այսինքն յուրաքանչյուր վարորդ ձեզ մոտից կարող է տանել այն, ինչ ուզում էր։
Հա, հենց այդի ստացվեց մեր մոտ, որ կարող ենք այսօր վարորդներին առաջարկել այն տարբերակը թե գնայինով, թե դինամիկների որակական առումով, թե Android-ների որակական առումով, ինչ որ իրանց պետք է, իրանց ունեցած ֆինանսական սահմաններում ու բավականին ստացվել է։ Կարող եմ համարել, որ ստացվել է մեր խանութում այդ ամեն ինչին հասնել է։ Հրաշալի է։ Այսօր մեր Հայաստանում ավելի շատ վարորդներն են սիրում իրենց մեքենա խնամել, դրա համար մեր հաճախորդները հիմնական ավտոքիմիայի հետ կապված հենց իրանք մեքենայի տերերն են, վարորդներն են գերակշռում։ Ու նշեմ, որ մեծ զանգված կա վարորդների, որ այն ամեն դետալը սիրում են իր մշակման, նախատեսման նյութով մշակեն, դրա համար տեսականին այսքան շատ է։ Մեր հայկական արտադրության, այսինքն չեմ ասում հայկական արտադրության, Հայաստանում շշալցվող եվրոպական հումքով Կաթ ու Էվո ֆիրմաներն առկա։ Կաթ ու Էվո։ Ու ստեղ առկա է այն խնամքի միջոցները, որը որ ամենաշատն է վարորդների կողմից պահանջված։ Սալոնի խնամք, կաշիների խնամք, ապակիների խնամք, ապակիների աղահանող խնամքները, մեքենաների հոտերը, անվադողերի ամենաառաջնային տեղում հեղուկները տեսականին շատ մեծ է, վարորդները սիրում են, օգտվում են ու բավականին մեծ վարորդների քանակ հենց գոհ է այս ֆիրմաներից։ Ուրիշ ֆիրմաներ էլ առկա կա խանութներում, ուրիշ ֆիրմաներին էլ չենք մենք անուն դնում, շատ լավ ֆիրմաներ է, բայց այսօր մենք առաջնահերթ առաջին տեղում ենք դնում մեր հայկական արտադրանքը, որպեսզի մեր հայկականը զարգանա։ Ու նշեմ, որ գնի հետ շատ հարմար, շատ որակել ապրանքներ են իրանք, համ գներն է շատ մատչելի, համ որակները շատ բարձր է, եվրոպականին կամ ասենք Եվրոպայից բերածներին ոչ մի բանով չեն զիջում իրանք։ Մի 2-3 անգամ ավելի թանկ ենք վճարում եվրոպականին, բայց ունենում ենք նույն արդյունքի, ինչ որ հայկական մեր արտադրանքով։ Դրա համար ավելի լավ է մեր հայկականը վաճառենք, վարորդներն մեր հայկականը օգտագործեն։ Դրսում կանգնած գեղեցիկ Mercedes-ը ինչ է կարել։ Հետի մեր փորձարկումների մեքենան է դա առետ Mercedes-ը, հա, բայց տեղադրվել է բիլեդեր, ֆարերն է մաքրվել, կարգավորվել, տեղադրվել է բիլեդեր շատ հզոր, տեղադրվել է ամբիենտներ, մեկ էլ շատ հզոր սիգնալներ է տեղադրվել։ Եթե քեզ հետաքրքրում է, կարող ես։ Շատ գնանք, այո։ Հեսա գործի գցեմ, արդեն լուսարձակները ցույց կտանք, սիգնալները ցույց կտանք ու արդեն մեջի լուսավորությունը ցույց կտանք։ Դե բնականաբար ցերեկ է, այդքան լավ չի երևալու, բայց լույսերը ընտիր։ Հաջորդը ձայն ազդանշանը։ Էլի ընտիր։ Շատ լավն է։ Ամբիենտը նայենք։ Ամբիենտը նայենք։ Այդտեղ տեղադրել ենք ամբիենտ լուսավորությունը։ Այո, այդտեղի դրանգիծը շատ սիրուն է։ Հեռախոսով տարբեր ձևի ինքը փոխարինում է լուսավորությունը, տարբեր ձևի ու նաև ունի ստեղ կնոպկա, այս կնոպկով ենք կարող փոխարինենք։ Կանաչն էլ է շատ սիրուն։ Շատ սիրուն է, իր գործարանային տեղերով հանվել է իր գործարանային լույսերը։ Կապույտ ամենասիրունն է։ Կապույտ ամենասիրունն է, մուգ կապույտը։ Ինքը ցանկացած ձևի փոխվում է, ցանկացած ձևի լողացող տարբերակն է, մեջը տարբեր գույներով պատտվում է, նայեք։ Տարբեր գույներ։ Ցանկացած ձևի, ցանկացած գույնի ձայնի հետ է ինքը փոխվում։ Գիտես ինչն է ինձ դուր գալիս այս ամբիենտի նրբությունը շատ հաստ լինում է։ Չէ, ինքը շատ բարակ, ամենաբարակ տարբերակն է, մաքսիմալ բարակ տարբերակն է, գործարանային տեղով է, ասենց որ անջատած վիճակում նայեք, ինքը ընդհանրապես բան չի երևում։ Նուրբ, գեղեցիկ ու ամենակարևորը, հա, շատ հետաքրքիր գույնային երանգներ ունի, որ կարող ենք այդ գույնային երանգները դնենք մեզ ամենահաճելի տարբերակով։ Հետաքրքիր բան է, ինձ դուր է գալի մեքենան վարելուց էլ հաճելի է լինում շատ։ Այս տարբերակը ինձ էլ շատ դուր եկավ։ Նրբության ու գործարանային այդ վիճակը պահպանված։ Շատ գեղեցիկ է։ Տեղադրում ենք ցանկացած մեքենայի վրա։ Տեղադրումը process-ը չեմ կարող ասել շատ հեշտ է, բայց ամեն ինչ քանդվում է։ Արդյունքը
տեսնում ենք, արդեն այդ process-ը մեր աչքին չի երևում այսօր։ Գնանք ներս ցույց Գնացինք։ տանք Լուիսի ստենդը, որը Լուիսի Հայաստանում շատ ստենդը։ քիչ տեղերում եմ տեսել։ Շատ Ամենակարևոր քիչ գործիքներից տեղերում կա, մեկը, հա, բայց մի քանի հոգի ունեն ու ամենավատենա որ չեն օգտագործում, այսինքն երևի վարորդներին ճիշտ չի մատուցում դա ինչի Այո։ համար է, դրա կարևորությունը չենք ներկայացնում վարորդներին, դրա համար էլ պահանջարկը շատ քիչ է, բայց վարորդներին պետք է ծանոթացնել այդ ստենդի հետ, վարորդները պետք է իմանան, որ պետք է այդ ստենդով աշխատել, պետք է մեքենայի լուսարձակները կարգավորել, որպեսզի ունենանք ճիշտ ու իրենց ուզած ուժեղ դիմացին չխանգարող լույսը։ Գնում ենք ստենդի մոտ։ Գնացինք։ Սա է ստենդը։ Եկանք ստենդի մոտ։ Սա մեր լույսի կարգավորման ստենդն է ու նշեմ, որ առանց սրա դժվար է ունենալ ճիշտ ու ուժեղ լույս։ Ճիշտ լույս դիմացի վարորդին չխանգարող լույս։ Հա, որովհետև մենակ ուժեղ լամպ դնելով մենք չենք կարող ունենանք ճիշտ լույս ու ուժեղ լույս։ Հարցը մենակ լամպի ուժեղության մեջ չի։ Լամպը պետքա ճիշտ լուսավորի ճանապարհ, իսկ ճիշտ լուսավորելու համար մենակ ուժեղացնելով լույսը չենք կարող այդ ամեն ինչը ունենանք։ Պետքա ճիշտ կարգավորվի, որպեսզի ճիշտ լույսը փռվի ասֆալտի վրա։ Աչքաչափով հնարավոր չէ ստանալ այն արդյունքը, ինչ հնարավոր չի։ ստենդով։ Մեր հայկական ձևերով կանգնացնում են պատի մոտ, Այո։ բարձր ցածր են ուղում են անում, դա սխալ է։ Լույսը մենակ այդ բարձր ցածրը աչու ձախնել պետք է կարգավորվի, որպեսզի ունենանք ճիշտ լույս, որպեսզի ճիշտ լամպ տեղադրելով կարողանանք ունենալ ուժեղ ու դիմացին չխանգարող լույս։ Այս ստենդը մեր աշխատանքի մեջ մեզ շատ է օգնում ու վարորդներն էլ շատ են գոհացած գնում։ Դեպքեր ա եղել մինչև այս ստենդի ունենալը տեղադրել ենք շատ հզոր լամպ, բայց վարորդը դժգոհ ա եղել։ Մենք ուղարկել ենք մասնագետի մոտ, ով ուներ այս ստենդից ու կարգավորելով ինքը եկել է հասկացել է, որ այդ լույսը իր պատկերացրածից մի քանի անգամ ուժեղ է։ Դրա համար մենք ձեռք ենք բերել սա տեղադրման ժամանակ էլ ու բոլոր այն վարորդներին, ովքեր ուզում են իրենց լույսի կարգավորումը կատարել, կարող են գալ, կատարել, մասնագետը լույսերը կկարգավորի ու կհասկանան, որ մենակ լամպից չի կախված ուժեղ ու ճիշտ լույսը, ֆարից ավելի շատ է կախված, մեքենայի լուսարձակից։ Այնպես որ մեր վարորդներին խորհուրդ եմ տալի, որ մեքենաների լույսերին հետևեք, կատարեք ճիշտ տեղադրում, կատարեք ճիշտ ստենդով կարգավորում, մեր վարորդների մեջ մտածա, որ կոպիտ ասած մեքենան վթարի է ենթարկվում, լուսարձակը հանում են, դնում են նորը, լամպերը փոխարինում են ու վсё։ Մեքենայի լուսարձակը ընդհանրապես մեկ անգամ հանել դնելուց դա շեղվում է։ Պետք է ճիշտ լուսարձակները կարգավորվի։ Վարորդներ ջան, կարգավորեք ձեր լուսարձակները, մենակ մենք չունենք, քաղաքում մի քանի տեղ առկա է, կարգավորեք ու կհասկանաք, որ մենակ լամպից չի կախված կամ մենակ լուսարձակի որակից չի կախված ճիշտ լույսը։ Ամենաշատը կախված է այս ստենդով ճիշտ կարգավորելուց լույսերը։ Վարորդներին մաղթենք լուսավոր, անխափան եւ անփորձանք երթևեկություն։ Անդրանիկ, շնորհակալ եմ Turbo Drive-ին մասնակցելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, համեցեք ելի կսպասենք։ Turbo Drive